Ողջույն սիրելի ձկներ, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են համբերատար ձկներ նշանի ներքո։ Դե սիրելիներս, դուք ջրի վերջին նշան եք, ամենահամբերատար եւ ամենաադեկվատ ջուրն եք, այսինքն ձկները սովորաբար լինում են շատ զիջող, շատ համբերատար եւ կարելի ասել նաեւ շատ խղճով, որովհետեւ ձկներ նշանի գլխավոր մոլորակներն են Նեպտունը եւ Յուպիտերը, որոնք նրանց ավելի շատ ստիպում են խորհել, քան թե արտահայտվել։ Դե սիրելիներս, ուշացրել եմ, գիտեմ բավականին ձեր հոլովակը, սակայն ներողամիտ եղեք, այս ամենը եղել է առողջական խնդիրների պատճառով, կփորձեմ այլևս չկրկնվի, այսինքն լավ հետևեմ ինձ, որպեսզի չունենամ ձայնային խնդիր։ Ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեր գլխավոր մոլորակը Յուպիտերը հետընթաց է լինելու, սեպտեմբերի 4-ից սկսած, իհարկե, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Եվ Յուպիտերը այս պահին գտնվում է 3-րդ ոլորտում։ Սիրելիներս, ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեզ համար հնարավոր է Յուպիտերը հետընթաց 3-րդ ոլորտում բերի խնդիրներ, որոնք կապված էին միգուցե քրոջ կամ եղբոր հետ, միգուցե դասընթացների հետ, որոնք նախկինում ունեցել եք, միգուցե այստեղ նաև 3-րդ ոլորտը ավտոյի տրանսպորտի հետ կապված հարցերն են, միգուցե մեքենա եք ուզում գնել նախկինում, հետո ինչ-ինչ պատճառներով չեք կատարել այդ գործարքը, այժմ հետընթաց Յուպիտերը բերելու է նորից ձեր կյանք դրա անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 4-ից Վեներա մոլորակն է առաջ շարժվում ձեր 6-րդ ոլորտում։ Տենց սիրելիներս, միգուցե հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում աշխատանքային ոլորտում այնքան էլ լավ վիճակ չէր, համենայն դեպս ֆինանս չկար, որովհետև Վեներան այս պահին ներկայացնում է ֆինանսները եւ այստեղ հետընթաց Վեներան քաոս էր առաջացրել ձեր աշխատանքում, չէիք կողմնորոշվում, միգուցե արդեն մտածում եք այլ աշխատանքի մասին, միգուցե ձեզ հիշել էին նախկին աշխատավայրից, այժմ սեպտեմբերի 4-ից հետո, երբ Վեներան առաջընթաց լինի, արդեն աշխատանքը պետք է հարթվի, այսինքն այստեղ պետք է փոքրի շատ է աշխուժություն մտնի եւ կարողանաք արդեն տեսնել ձեր աշխատածի արդյունքները։ Բացի դրանից Վեներան 6-րդ ոլորտում սա նաև նշանակում է, որ ձեր աշխատանքային կոլեկտիվ կարող է կին անձնավորություն մտնել կամ հնարավոր է, որ դուք աշխատանքի անցնեք այնպիսի աշխատավայրում, որտեղ միայն կանայք են։ Նաև Վեներան 6-րդ ոլորտում այստեղ առաջընթաց Վեներան կարող է բերել ուրեմն քաղցրակերություն։ Վեներան սովորաբար համեղ սնվել է սիրում, չէ՞ որ ցուլի գլխավոր մոլորակն է։ Իսկ 6-րդ ոլորտը սա մեր առողջությունն է, այնպես որ սիրելիներս զգուշացեք, որպեսզի չափազանց շատ քաղցր չօգտագործեք եւ այստեղ նաեւ չգիրանաք։ Ամսի 15-ին տեղի է ունենում նորալուսին ձեր 7-րդ ոլորտում, սիրելիներս, այս նորալուսինը ձեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ 7-րդ ոլորտը սա ամենակարևոր ոլորտներից մեկն է եւ այստեղ, քանի որ եւ Մերկուրի մոլորակն է ամսի 15-ից սկսում իր առաջընթացը հենց նույն 7-րդ ոլորտում, նշանակում է ամսի 15-ից հետո շատ միայնակ ձկներ կհանդիպեն այն մեկին, ում հետ կցանկանան լուրջ հարաբերություններ կառուցել կամ եթե սպասարկման ոլորտում եք աշխատում, հնարավոր է, որ նոր հաճախորդներ ավելանան։ Այստեղ նաև 7-րդ ոլորտը կողքի մարդիկ են, այսինքն ավելանում է ձեր շրջապատը, փոփոխվում են ձեր կողքի մարդիկ։ Այստեղ շատ Մերկուրին էլ հատկապես նույնպես 7-րդ ոլորտում, այստեղ շատ շփումների է տրամադրում, հատկապես ամսի 15-ից հետո։ Ամսի 16-ը լարված օր է, որովհետև այստեղ Վեներա մոլորակը Յուպիտերի հետ լարված քառանկյուն է կազմում։ Խորհուրդ կտամ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, աշխատանքային ինչ-որ թյուրիմացություններ չլինեն, որպեսզի դրա պատճառով կոնֆլիկտներ չլինեն, փաստաթղթեր չկորցնեք ամսի 16-ին եւ նաեւ ճանապարհ գնալիս շատ զգույշ եւ ուշադիր լինեք, հատկապես ձեր իսկ վարած տրանսպորտի միջոցի նկատմամբ, որովհետեւ հնարավոր են անսարքություններ։ Ամսի 21-ը նույնպես շատ լավ օր է, այստեղ արևը 7-րդ ոլորտից տրին է կազմում Պլուտոնի հետ, որ այս պահին ձեր 11-րդ ոլորտում է, այստեղ ընկերական միջավայրում ինչ-որ լավ առիթի հնարավոր է մասնակցեք, հնարավոր է ծանոթություն տեղի ունենա,
ինչ որ մարդու հետ, որը լավ հեռանկարներ կարող է ձեզ առաջարկել գործնական աշխատանքային հարաբերություններում։ Նաև այստեղ Արևի եւ Պլուտոնի այս տրին ասպեկտը հնարավոր է, որ շատ լուրջ անձնական հարաբերություններ բերի ձեր կյանք։ Եվ ամսի 29-ի մասին եմ ուզում խոսել, այստեղ ունենք Լիալուսին։ Լիալուսինը տեղի է ունենում ձեր երկրորդ ֆինանսական ոլորտում, սիրելիներս, այստեղ ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին ինչ որ ֆինանսական կարևոր հարց պետք է լուծվի ձեզ համար, կամ ասենք սպասում եք աշխատավարձի կստանաք ձեր աշխատավարձը, կամ նախկինում ինչ որ աշխատանք եք կատարել, երկար ժամանակ չկար դրա վճարը, կամ ինչ որ մեկին պարտքով գումար եք տվել, այժմ ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին կվերադարձնեն ձեր պարտքը։ Սիրելիներս, ցանկանում եմ տեղեկացնել, որ սեպտեմբեր ամիսը մեզ համար ավելի շատ նախապատրաստական ամիս է, որովհետև հոկտեմբեր ամսին արդեն ունենք Արևի եւ Լուսնի խավարումներ, որոնք տեղի ունենալու հոկտեմբերի 14-ին եւ հոկտեմբերի 28-ին։ Այսինքն այստեղ հոկտեմբեր ամսվա կանխատեսումներում ես բնականաբար կխոսեմ այս մասին հանգամանալից, սակայն սեպտեմբերի 15-ի նորալուսինը, որը ձեզ համար շատ կարևոր է, այն արդեն կարող է առաջին փոփոխությունները առաջացնել ձեր կյանքում, որը կբերի 1 ամիս հետո տեղի ունեցող Արևի խավարումը, որը տեղի ունենում կշեռք նշանի ներքո, այսինքն ձեր 8-րդ ոլորտում, ֆինանսական ոլորտում։ Սիրելի ձկներ, ձեզ համար առաջիկա 2 տարին պատրաստվում է ֆինանսական առումով բավականին հետաքրքիր ու հաջող լինել, որովհետև այստեղ խավարումները լինելու են հենց ձեր ֆինանսական ոլորտներում։ Դե ինձ սիրելիներս, այսքանը սեպտեմբեր ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ